Հիմա հիմնական շեշտը դրվում է ընդամենը երկուսի վրա, գիտենք, Մինսկի խմբի լուծարում եւ նաեւ համանդրության փոփոխություն, բայց ժամանակ առ ժամանակ ինքը Ադրբեջանի նախագահն է ակնարկում, որ այս ցանկը շատ ավելին է եւ եթե նույնիսկ Հայաստանը այդ երկու պահանջները բավարարի, ապա անմիջապես կավելանա երրորդ պահանջը, չմոռանանք Զանգեզուրի միջանցքի մասին, որը Ադրբեջանը պահանջում է, չորրորդ պահանջը, դա արդեն Հայաստանի տարածքում փաստացի ինքնավար ադրբեջանական ինչ-որ հանրապետության ստեղծման պահանջն է Արևմտյան Ադրբեջան անվամամբ եւ նաեւ Ադրբեջանի իշխանությունները նշում են, որ քանի որ այսպես կոչված Հայաստանի քաղաքացի ադրբեջանցիները չեն կարող վստահել Հայաստանի իրավապահ համակարգին, ոստիկանությանը, դատական համակարգին, ապա Հայաստանում պետք է տեղակայվեն նաեւ օտարերկրյա զինված ուժեր եւ մենք բնականաբար կարող ենք ենթադրել թերևս որ պետությունից կամ որ պետություններից, որպեսզի ապահովեն ադրբեջանցիների իրավունքները, այսինքն մի բան հստակ է, առանց չափից դուրս ուժեղ ճնշման եւ ես խոսում եմ արտաքին լուրջ ճնշման մասին, Ադրբեջանը դժվար թե ստորագրի այն տեքստը, որը համաձայնեցվեց 2025 թվականի մարտին։